Իսկ մանկությունը վերհիշելով հիշում ենք նաև մանուկ ժամանակ ինչքան սխալներ ենք թույլ տվել սնունդի տեսանկյունից եւ առհասարակ ինչքան էր պատահում, երբ ցավում էր փորիկը։ Այո, ցավում էր փորիկը, բայց երբեմն շատ արագ այն անցնում էր ու մենք որպես այդպեսին շատ ուշադրություն չենք դարձնում եւ մենք եւ մեր ծնողների միջայլոց։ Բայց կան իհարկե պատճառներ, կան իրավիճակներ, երբ որովայնացավերը շատ ավելի այսպես լուրջ սանդղակ են ունենում ուշադրության հետ կապված եւ այո, պետք է լինել հետեւողական եւ գտնել տարբերակները շատ արագ հարցի լուծումը տալու համար։ Այդ իսկ առիթով մենք հենց հիմա ունենք հրաշալի հնարավորություն եւ հյուր թեման ավելի մանրամասն բացահայտելու համար։ Եվ այսպես մեր տաղավարում է Օլգա Ասատրյանը, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Մուրացյան համալսարանական հիվանդանոցի մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար, մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոսը։ Բարի լույս։ Բարի լույս, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ, որ մեր տաղավարում եք։ Այո, շատ ուրախ ենք։ Շատ կարևոր թեմայի մասին ենք խոսելու, որովհետև երբեմն դժվար է տարբերակել որովայնացավերը, որոնք անհանգստացնում են եւ պիտի անհանգստացնեն, եւ որովայնացավերը, որոնք սովորաբար ուշադրություն չենք դարձնում, որովհետև շատ հաճախ երեխաները ունենում են որովայնացավեր, հա։ Այսպես փոքրիկներին բնորոշ մի բան է դա։ Ինչպես հասկանալ եւ ինչպես տարբերակել, որ որովայնացավը արդեն կարմիր դրոշակ է եւ պետք է դիմել մասնագետի։ Շատ ճիշտ ասացիք, կարմիր դրոշակը շատ գրական տերմին էր, օգտագործեցիք, ուղերձս այս հարցի շուրջ ծնողներին հետևյալն է, որ եթե երեխայի ընդհանուր վիճակը տուժած չէ եւ չունի տագնապային ախտանշաններ, երեխան ուտում է, սնվում է, աճում է եւ իր կարծես թե ռուտին օրվա ընթացքում որևէ բան չի շեղված եւ ցավերը սպազմատիկ են եւ ինքնուրույն անցնում են շատ կարճ տևողականությամբ, ապա այս պարագայում իհարկե ավելի հանգիստ կարելի է վերաբերվել։ Բնավ դա չի նշանակում, որ պետք է թողնել ինքնահոսի եւ չհետևել դրան, բայց իհարկե կարելի է դիմել եւ վարող մանկաբուժին եւ տեղամասային մանկաբուժին, վերջապես նեղ մասնագետի մանկական գաստրոէնտերոլոգի, բայց հիմնականում այնինչ ես նշեցի, դրանք հիմնականում բնորոշ են ֆունկցիոնալ տիպի ցավերին։ Ինչ ասել է ֆունկցիոնալ ցավեր, երբ որ օբյեկտիվ զննման արդյունքում, հետազոտության արդյունքում որևէ օրգանական պատճառ չի հայտնաբերվում եւ շատ պրիմիտիվ պարզ խորհուրդներից հետո ամեն ինչ անցնում է եւ երեխան շարունակում է աճել, զարգանալ եւ իր ռուտին կյանքի որակը չի փոխվում, ապրում է իր ձևով։ Մեզ դիմաց փորացավերի մոտ 15-ից 20%-ը հենց այդ տիպի ցավերն են, դա բավականին բարձր տոկոս է։ Հետևաբար կարելի է ասել, որ երբ որ դու անցկացրել ես որոշակի ուղեցույցային օբյեկտիվ զոննում երեխային եւ հասկացել ես, որ դա ֆունկցիոնալ տիպի ցավեր են, շատ հեշտ դա շտկվող են։ Սակայն եթե երեխայի ընդհանուր վիճակը տուժվում է, այսինքն երեխան ունի տագնապային ախտանիշներ, գումարվում են փսխումները, արյունային, լեղային կամ օրինակ դիարեան, ջերմության բարձրացումը, քաշի կորուստը, տոտալ հրաժարումը սննդից, իհարկե այս ձեր նշած կարմիր դրոշներն են կամ լարմ ախտանիշները, որոնց բարակամ պետք է իհարկե անհանգստանալ եւ դիմել մանկաբուժի կամ մանկական գաստրոէնտերոլոգի, որպեսզի հետազոտություններ նշանակվեն եւ նպատակային բուժում։ Եվ երևի թե սկսենք այնտեղից, թե ինչպես անել, որպեսզի վերահսկենք ստամոքսային հիվանդությունները ու երևի թե սկսած հենց հիգիենիկ պայմաններից վերջացրած կերակրատեսակներ, ճիշտ սնվել եւ նաեւ առողջ ապրելակերպ։ Ինչով կլրացնեք այս ամենը նաեւ։ Կասեմ հետևյալը, որ միշտ ծնողին խորհուրդ կտամ ու իմանալ, որ միշտ պրոֆիլակտիկան ավելի հեշտ է, քան բուժումը հիվանդության, ինչ ասել է պրոֆիլակտիկա, դա իրենց ներկայացնում է օրեկան սննդակարգի դիսցիպլինայի կարգավորում, այսինքն երեխան պետք է ունենա սննդային վարքագիծ, որպեսզի հասկանա ինչն է իրեն կարելի, ինչը ոչ։ Բայց այդ էլ բացարձակ չի, ինչը բժշկության մեջ ամեն ինչ, այն տեսանկյունից, որ եթե սառնարանում կա բոլոր վնասակար մթերքները, բայց երեխան ասում է ոչ, պիտի չուտես, երեխային այդպես է ասվում, շատ դժվար է, քանի որ եթե դու ինքդ չես հետևում առողջ սննդակարգին, ասել, որ չի կարելի առանց բացատրելու, դա մի քիչ անտրամաբանական է։ Հետևաբար պետք է սկսենք մեր տան սառնարանի պարունակությունից, հսկել հասկանալ ինչ պրոդուկտներ ենք մենք գնում, երբ, որից հետո ինչն ենք ուտում, հա, եւ ինչ ռեժիմով ենք տանը սնվում։ Եթե սննդակարգը գլոբալ առողջ է, ապա
խնդիրներն էլ ավելի քիչ են հիմնականում։ Եվ իհարկե ձեր նշած հիգիենայի պայմանները, որոնք որ էլեմենտար հիգիենայի պայմանները պահելով շատ հաճախ այդ ֆունկցիոնալ ցավերը իսպառ վերանում են տնից եւ երեխայի մոտ չեն դրսևորվում։ Ընդունենք սա որպես շատ կարևոր կանոն, բայց լինում են դեպքեր, երբ հատկապես մանկապարտեզային կամ դպրոցահասակ երեխաների մոտ որպես այդպիսին համատարած բնույթ է կրում որովայնացավերը, որովհետև դա նաև, չգիտեմ, դասերակների կամ մանկավարժների կողմից բնորոշվում է, որ դե վարակ է տարածված։ Ինչ վարակի մասին կարող է խոսքը լինել, արդյոք օրինակ որովայնացավերը նաև կարող են կապ ունենալ վիրուսների վարակների հետ։ Իհարկե, առաջին հերթին ինֆեկցիաներն են, երկրորդ հերթին ստրեսային գործոնն է, չարաշահումները մեր առօրյա գադժետների, իհարկե դրանք նույնպես նստակյաց կյանքի են հանգեցնում, հետևաբար երեխաները քիչ են շարժվում, փորկապություններն ու որովայնացավերը ավելի շատ են լինում։ Ինչ վերաբերում է ձեր ասած սկզբում ասեցիք Որ դա ոսկե կանոն է, որ այո, պետք է հիգիենա պահենք, բայց որպես վարակներ, վիրուսներ, դրանք նույնպես առաջացնում են փաստորեն։ Իհարկե, սեզոնային վարակները միշտ են գրեթե, դրանք էնտերովիրուսային մեծ ընտանիքն են, եւ գումարած քրոնիկ վարակները, օրինակ մասնավորապես ստամոքսի վերին բաժինների, ստամոքսային տրակտի վերին բաժինները ախտահարող հելիկոբակտեր պիլորի բակտերիան, որը որ կարող է գլուխ բարձրացնել, եթե ռեժիմը խախտված, սննդային կանոնակարգ չկա մշակված, վարքագծային շեղումներն եւ ստրեսային գործոնը իհարկե։ Ստրեսը նույնպես կարող է եւ առաջացնել եւ հանդիսանալ տրիգեր որևէ քրոնիկ հիվանդության սրացման համար։ Այո, խթան է դա, իսկ ինչ է պատմում մեզ վիճակագրությունը, մարսողական հիվանդությունները հիմա երեխաների մոտ գնալով ավելանում են, թե ընդհակառակը նվազում են։ Այո, ունենք ավելացման տենդենց, բայց նորից եմ կրկնում, որ ամբողջ խմբի մեջ ուղիղ 20%-ը օրգանական պատճառի դրսևորում է եւ 20%-ը ֆունկցիոնալ են։ Այսինքն, եթե մենք ուղղորդում ենք երեխային ճիշտ սննդակարգ, պահել քիչ գադջետներ օգտագործել, fast food չօգտագործել եւ ճիշտ սնվել, հիմնականում այդ կարողանում ենք այդ խորհուրդներով ավելի կոմպենսացնել վիճակը եւ ունենում ենք արդեն բուժված պացիենտներ։ Հասունեն այնինչ հիմա ունի լայն տարածում, սկսած, չգիտեմ, գադջետներից կամ fast food-երից, դրանք իրենց բացասական ազդեցությունը, այո, կարող են Առավոտյան ծամոն-ծամելը չնախաճաշել է։ Այո, առավոտյան նախաճաշել։ Ինչ կասեք սրա մասին, որքանով է կարևոր առավոտյան պարտադիր նախաճաշելը, այն էլ երեխայի համար շատ կարևոր է, ասեմ ինչու, որովհետև հետազոտություններ կան արված, ըստ որոնց նախաճաշած երեխաների ճանաչողական գործառույթները շատ ավելի բարձր են, ակտիվությունը շատ ավելի բարձր է։ Նախաճաշը իրենից ներկայացնում է սննդային մի զանգված, որը որ տալու է մեզ էներգիա ամբողջ օրվա ընթացքում եւ ինչու են օրինակ վաղ մանկական տարիքի երեխաներին հիմնական շիլաներ պատրաստում, ինչ է շիլան, դա ածխաջրատային զանգված է, իսկ ածխաջուրը դա դանդաղ տիպի էներգիայի աղբյուր է, այսինքն ինքը հերիքում է, գոնե օրվա առաջին կես, մինչև երկրորդ կես հասնի երեխան արդեն ճաշի, իր հետ ճաշիկի եւ այլն։ Այսինքն նախաճաշը հանդիսանում էներգիայի աղբյուր եւ կան ապացույցներ բազմաթիվ, որ նա խթանում է ակտիվություն, ուշադրության կենտրոնացումը եւ իրոք մեծ տոկոսային հարաբերակցությամբ նախաճաշած երեխաների առաջադիմությունը միշտ ավելի բարձր է լինում, ակտիվ են լինում, մասնակցությունը ուսումնական process-ին շատ ավելի բարձր է, հա, քան թե թույլ քնկոտ երեխաներ, ովքեր որ չեն արթնացել, չեն նախաճաշել, բայց նստած են դասարանում։ Հիմնականում այդպես կան արված հետազոտություններ։ Իսկ այնուամենայնիվ, երբ որ հարցը հասնում է մասնագետին, ինչ է իրենից ներկայացնում գաստրոսկոպիան, արդյոք այն ցավոտը եւ ինչ պիտի իմանան այս ամենի մասին ծնողները։ Առաջին հերթին կասեմ, որ գաստրոսկոպիան պետք է նշանակվի ըստ ցուցումների, այն վարած մանկաբույժի կողմից, ով տեղյակ է հիվանդության պատմությանը լիարժեք, կամ ավելի հաճախ եւ ավելի ընդունելի է, եթե դրա ցուցումը դրնվում է նեղ մասնագետի, մանկաբույժ, մանկական գաստրոենտրոլոգի կողմից։ Քանի որ ամբողջ աշխարհում այսօր գաստրոսկոպիան թերևս նաեւ մեծերի, իսկ փոքրերինը ես կարող եմ ասել 100%-ով կատարում ընդհանուր անզգացման պայմաններում, հետեւապես շատ ավելի կշռադատված եւ հիմնավորված պիտի լինի ցուցումը։ Իսկ որոնք են դրա ցուցումները, երկարատև ցավերն են, քաշի անբացատրելի կորուստն է, ցավերը, որոնք նաև ուղեկցվում են սրտխառնոցով, փսխումով, վայրոցներով, հա, որոնք նաև տևական են։ Այո, տևականությունը ծնողին պետք է բացատրել
բացատրել, որ 1, 2, 3 օրը չի, այլ շաբաթների, ամիսների պատմությունն է, հա։ Եվ քանի որ ելի եմ կրկնում, ընդհանուր անզգայացման խնդիր կա, այդ հարցն էլ է ուզում շատ հաճախ է տրվում եւ ուզում անդրադառնալ, ծնողները ասում են ինչի մի բանը կատարել ընդհանուր անզգայացումով, եթե կարելի է պրոստը դնել եւ ուղղակի կատարել նարկոզ, առանց նարկոզ գաստրոսկոպիա։ Այս տեսանկյունից պետք է ասեմ, որ շատ ավելի շահավետ է թե բուժառուի, թե բժշկի կողմ համար կատարել ընդհանուր անզգայացման պայմաններում, երբ երեխան հանգիստ քնած է եւ դու ժամանակ ունես լիարժեք վիզուալիզացիայի ենթարկել այն հատվածը, որտեղ որ կատարում ես հետազոտություն, վերցնել ախտորոշիչ բիոպսիաները, իմանալով, որ որևէ ստրեսացին գործոն չի դա երեխայի համար։ Երեխան էլ հանգիստ է, արթնանում է եւ որևէ բան չի հիշում, ամեն ինչ լավ է, հա։ Իհարկե, սրա մեջ պարունակվում են ռիսկեր, այն տեսանկյունից, որ բնականաբար ընդհանուր անզգայացումը դա ունի ամբողջ աշխարհում է այդպես ունի ռիսկեր, բայց եթե օրինակ մեր կլինիկայում դա թիմային աշխատանք է եւ եթե պատմության բացումից, պատմագրի ստեղծումից մինչեւ բուժման ավարտը դա կատարվում է ընդհանուր թիմի կողմից վերահսկողության ներքո, ապա ամեն ինչ շատ հեշտ է եւ անվտանգ է եւ շատ ռիսկերը մինիմալացված են։ Շնորհակալ ենք ձեզ, ի վերջո եւս մեկ անգամ մենք համոզվում ենք, որ ամենատեպս ցանկացած խնդրի ժամանակ, այո, պետք է դիմել մասնագետի, խուսափելու բոլոր հնարավոր այն վտանգներից, որոնք կարող է լինել հակառակ դեպքում։ Այնպես որ եթե 100% համոզված ենք, որ անցողիկ մի քանի ժամ տևողությամբ է լինելու որովայնացավը եւ վերջ, շատ լավ, բայց եթե կան որոշակի այլ դրսևորումներ, ապա շտապ պետք է դիմել մասնագետի։ Շնորհակալություն Օլգա, հետաքրքիր զրույցի համար, իսկ սիրելի հեռուստադիտողներ, դուք հետևեք ձեր եւ ձեր երեխաների առողջությանը, իսկ մենք շարժվում ենք առաջ։